Անտառում մի զույգ սեր է խոստովանում միմյանց, սակայն այս հուզիչ պահն ընդհատվում է հեռախոսի գովազդով։ Սա գովազդային հոլովակ է, որի ռեժիսորը Դենն է։ Նա նախկինում հեռանկարային կինոռեժիսոր էր, սակայն դժբախտաբար 8 տարի առաջ ընդամենը մեկ ֆիլմ է նկարահանել, եւ այդ ժամանակվանից ի վեր խրվել է գովազդների մեջ։ Ընդմիջման ժամանակ Դենն անցորդ գործընկերներին պատմում է, որ հանգստյան օրերին կնոջ հետ մեկնելու է արձակուրդ, ընտանեկան տնակ։ Նա առանձնակի շեշտում է, որ կինը գնալու է արշավի, եւ թե որքան վտանգավոր է դա։ Աշխատանքից հետո Դենը նստում է մեքենան եւ խորհրդավոր զանգ է կատարում, համոզվելու, որ ծրագիրն ուժի մեջ է։ Ուղևորի նստատեղին դրված է մի պայուսակ, որի մեջ կան սղոց, կպչուն ժապավեն եւ պարան։ Նախքան տուն գնալը, Դենն այցելում է ծերանոցում գտնվող հորը Մայքլին, եւ նրան նույնպես պատմում է իր ճամփորդության մասին, դարձյալ շեշտելով, թե որքան վտանգավոր է այն։ Հեռուստացույցով այդ պահին հաղորդում են բանտից նոր փախած 2 դատապարտված մարդասպանների մասին։ Տանը Դենն իր գործիքների պայուսակը թաքցնում է բեռնախցիկում, ծածկոցի տակ։ Նրա հարևանուհի Ռեյչելը տեսնում է նրան եւ հաջող որս մաղթում, ինչը Դենին տարօրինակ է թվում։ Այնուհետև նրան մեքենայի մեջ է միանում կինը, Լիզան, եւ Դենը բարձրաձայն հայտարարում է, որ իրենք գնում են արշավի։ Նրանց հարաբերությունները լարված են, եւ ակնհայտ է, որ նրանք նյարդայնացնում են միմյանց։ Ճանապարհին Դենն ու Լիզան շարունակում են պասիվ-ագրեսիվ ակնարկներ փոխանակել եւ անընդհատ փոխում են երաժշտությունը։ Լիզան ձգտող դերասանուհի է, ուստի հանում է ներկայացման սցենարը, կարդալու եւ ամուսնու հետ խոսելուց խուսափելու համար։ Երբ նա վիրավորում է ներկայացման ռեժիսորին, Դենը կարծում է, թե դա անուղղակի վիրավորանք է իր հասցեին եւ նոր վեճ է բռնկվում։ Ի վերջո Լիզան խնդրում է Դենին գոնե ձևացնել, թե երջանիկ է, որպեսզի կարողանան հանգստանալ։ Երբ նրանք վերջապես հասնում են տնակ, Լիզան անմիջապես սկսում է գինի խմել, մինչդեռ Դենը տեղավորում է մթերքը։ Այնուհետև նա գնում է նկուղ եւ բացում է պահարանը, համոզվելու, որ որսորդական զենքերը դեռ այնտեղ են։ Օրվա մնացած մասը նա անցկացնում է տարածքը մաքրելով, իսկ Լիզան միայն հանգստանում է։ Հատակին թափված ուտելիք կա, ինչի համար Դենը մեղադրում է առնետներին։ Նա նաև նկատում է, որ իր սվիտերներից մեկը չկա։ Ուշ երեկոյան զույգը միասին ընթրիք է պատրաստում, եւ Դենը դժգոհում է, թե ինչպես է Լիզան սխտորը կտրատում, ինչը եւս մեկ վեճի պատճառ է դառնում։ Այնուհետև նրանք ընտրում են լճի ափին, եւ Դենը բացատրում է, որ հատուկ բաղադրիչներ է պատվիրել նրա սիրելի ուտեստը պատրաստելու համար, քանի որ ցանկանում էր, որ այս ընթրիքը հիշարժան լինի։ Սակայն Լիզան նշում է, որ սթեյքն իր սիրելի ուտեստը չէ, եւ նրանք նորից թեթև վիճում են։ Ընթրիքից հետո նրանք բառախաղ են խաղում, եւ Լիզան նյարդայնանում է, քանի որ Դենն օգտագործում է անհասկանալի, ոչ ոքի չհայտնի բառեր։ Կարճատև վեճից հետո Լիզան գնում է քնելու։ Դենը սփոփվում է լճի ափին խմելով։ Հաջորդ առավոտյան Դենը շրջում է անտառում եւ քարեր հավաքում պայուսակի մեջ։ Երբ այն լցվում է, նա թաքցնում է պայուսակը նավակի մեջ։ Հետո բեռնախցիկից հանում է գործիքները եւ պատրաստում նկուղում։ Համարձակություն հավաքելու համար խմելուց հետո Դենը քլորոֆորմ է լցնում անձեռոցիկի վրա եւ շատ դանդաղ մոտենում Լիզային։ Երբ նա պատրաստվում է հարձակվել, Լիզան հանկարծ շրջվում է եւ էլեկտրաշոկերով հարվածում նրա կրծքին, գետնին տապալելով նրան։ Որոշ ժամանակ անց Դենը արթնանում է աթոռին կապված եւ թաց տաբատով, քանի որ վախից միզել էր տակը։ Լիզան հարցնում է քլորոֆորմի մասին եւ Դենը ձևացնում է, թե դա մաքրող հեղուկ է, բայց հետո կինը հարցնում է գործիքների եւ նավակի մեջ եղած քարերի մասին։ Նա փորձում է արդարացումներ գտնել, սակայն դրանք հիմար են հնչում եւ Լիզան հեռանում է սեղանից։ Երբ Դենը փորձում է բերանով վերցնել սղոցը, բռնակը պոկվում է։ Լիզան վերադառնում է ատրճանակով, լիցքավորում այն եւ ուղղում նրա վրա։ Նա ենթադրում է, որ ամուսինը ծրագրել էր իրեն քնեցնել եւ կապել քարերին, որպեսզի խորասուզի լճի մեջ, բայց չի հասկանում, թե ինչի համար է սղոցը։ Դենը բացատրում է, որ քանի որ մարմինները ջրի երես են դուրս գալիս, ինքը պատրաստվում էր մասնատել նրան եւ կտորները քարերի հետ լիճը նետել։ Նրա տարբերակով կինը պետք է մոլորվեր անտառում եւ այլևս չվերադառնար։ Ծրագիրը հիմարություն անվանելուց հետո Լիզան ցանկանում է նաեւ իմանալ, թե ինչու է նա ուզում սպանել իրեն։ Դենը բացահայտում է, որ գիտի իրեն դավաճանելու մասին։ Լիզան նկատում է, որ իրենք արդեն 2 տարի է մտերմություն չեն ունեցել եւ վերջին անգամն էլ սահմանափակվել է միայն ձեռքերով։ Դենը բորբոքվում է եւ ասում, որ դադարել է դիպչել նրան, քանի որ նա միշտ քննադատում էր իր ամեն մի քայլը, ինչն իրեն թույլ ու անկարող էր զգալ տալիս։ Նա կին էր ուզում, այլ ոչ թե զգալ, որ ամուսնացել է իր մոր հետ։ Սահունից հանում է նաեւ Լիզային, եւ նա հակադարձում է ասելով, որ ինքը տղամարդ է ուզում, այլ ոչ թե մի երեխա, որը չի կարողանում սեփական հարցերը լուծել։ Նա նաեւ բացահայտում է, որ ինքը նույնպես ծրագրով էր եկել այս ճամփորդությանը։ Երեք Լիզան պատմել է Ռեյչելին, որ Դենն այս հանգստյան օրերին որսի է գնալու, շեշտելով, թե որքան վտանգավոր է դա։
Նրանց զրույցն ընդհատել էր Հենրին, Դենի հին ընկերը, որը որոշ ժամանակ անցկացրել էր բանտում։ Զույգն օգնել էր նրան, գումար վճարելով տնային որոշ գործեր անելու համար։ Ներկայում Լիզան բացատրում է, որ ծրագրել էր ստիպել Դենին իրեն որսի տանել, ձևացնել, թե սայթաքել է և պատահաբար կրակել նրա վրա։ Դենը կարծում է, որ դա երբեք չէր հաջողվի, քանի որ նա վատ դերասանուհի է, և ոստիկանությունը չէր հավատա նրան։ Լիզան էլ կարծում է, որ ոստիկանները Դենին էլ չէին հավատա, և նրանք սկսում են հերթով ձևացնել, թե որքան կթխրեին միմյանց մահվան պատճառով, ապացուցելու համար, որ կարող են դա անել։ Դենին հաջողվում է առաջինը լաց լինել, ուստի Լիզան ատրճանակի բռնակով հարվածում է նրա դեմքին և մտածում հենց հիմա նրան սպանելու մասին։ Այդ պահին նրա հետևում հայտնվում է Հենրին։ Դենը շարունակում է կրկնել, որ մուրճի ժամանակն է, մինչև Հենրին վերջապես մուրճով հարվածում է Լիզային և անգիտակից գցում նրան։ 5 օր առաջ Դենն ու Հենրին հանդիպել էին զվարճանքների այգում, որպեսզի աղմուկը ծածկեր իրենց խոսակցությունը։ Հենրին համաձայնել էր համապատասխան գումարի դիմաց օգնել Դենին ազատվել Լիզայի մարմնից։ Դենը բացատրել էր, որ Լիզան ապահովագրված է $100,000 և ինքը նրան կտա կեսը։ Հենրին նաև խնդրել էր ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, ինչը նշված էր այս գործարքը հաստատող փաստաթղթում, որը, բնականաբար, Հենրին նրան չէր տա։ Ներկայում Լիզան արթնանում է նկուղում, աթոռին կապված։ Նա հեշտությամբ հանում է կպչուն ժապավենը մի ձեռքից, ուստի Հենրին շտապում է ավելին փաթաթել։ Դենն ուզում է իմանալ, թե ինչու է Լիզան ուզում սպանել իրեն, և կինը նրան անվանում է վերահսկող, թույլ և անվստահ։ Դենը ստիպել էր նրան թողնել իր աշխատանքը, որտեղ նա իրական գումար էր վաստակում, որպեսզի կենտրոնանար դերասանության վրա, բայց նույնիսկ իր ֆիլմում նրան դեր չէր տվել։ Այն ամենը, ինչ Լիզան ուզում էր, սեր և աջակցություն էր։ Բայց Դենը կորցրել էր իրենց ամբողջ գումարը, մեքենան և տունը։ Նույնիսկ եթե նա բաժանվեր Դենից, միևնույն է, երբեք չէր ազատվի պարտքերից։ Այժմ Դենը հակադարձում է և կարծում, որ կինը ցանկանում է սպանել իրեն ապահովագրության գումարի համար, անտեսելով նրա ասած մնացած բոլոր խոսքերը։ Հենրին հիշատակում է, որ ինքը ստանալու է 50,000, և Լիզան փորձում է ասել նրան, որ ապահովագրության գումարն իրականում ավելի մեծ է, բայց Դենը պարկ է հագցնում նրա գլխին։ Քանի որ Լիզան խեղդվում է, Հենրին ատրճանակն ուղղում է Դենի վրա և ստիպում հանել պարկը։ Լիզան բացահայտում է, որ ապահովագրությունը $1 միլիոն է և խոստանում է Հենրիին տալ կեսը, եթե նա կրակի Դենի վրա։ Այժմ հուսահատված Դենն ավելի շատ գումար է առաջարկում։ Լիզան էլ առաջարկում է ամբողջը։ Վեճ է սկսվում, քանի որ երկուսն էլ շարունակում են տարբեր բաներ առաջարկել Հենրիին, օրինակ, միասին ավելի շատ ժամանակ անցկացնել։ Հոգնելով այս բոլոր խոսակցություններից, Դենը հրում է Լիզային և հարձակվում Հենրիի վրա, ատրճանակի համար կռվելու։ Պայքարի ընթացքում նրանք դիպչում են երաժշտական ավտոմատին, և մինչ նրանք կռվում են, երաժշտություն է հնչում։ Լիզային հաջողվում է հանել կպչուն ժապավենը և շտապում է վերցնել գետնին ընկած ատրճանակը, սակայն Դենը պայքարում է նրա դեմ զենքի համար։ Նրանք շարունակում են թքել միմյանց դեմքին, իսկ Հենրին փորձում է հանդարտեցնել նրանց, բայց ատրճանակը պատահաբար կրակում է, և նա ընկնում է մահացած։ Լիզան և Դենը վիճում են, թե ում մեղքով է դա տեղի ունեցել, և Դենը հասկանում է, որ ատրճանակն այժմ իր ձեռքում է, ուստի հարվածում է Լիզային, նախքան վերջինս կփախչի։ Դենը հետապնդում է նրան մինչև խոհանոց և խուսափում է դանակից, որը Լիզան նետում է իր վրա։ Երբ նա փորձում է կրակել, պարզվում է փամփուշտները վերջացել են, ուստի նա հարվածում է կնոջը ատրճանակով, նրան գետնին տապալելու համար։ Մինչ նա վերալիցքավորում է զենքը, Լիզան դանակով հարվածում է նրա ոտքին, իսկ Դենն ի պատասխան նրա վրա է նետում կճուճը։ Այն կոտրում է պատուհանը և ընկնում դուրս, բայց դա բավական է, որպեսզի շեղի Լիզային, և Դենը հարձակվի նրա վրա ու խլի զենքը։ Լիզան սեղանը հրում է նրա ոտքին, և առաջացած ցավը թույլ է տալիս նրան հետ վերցնել ատրճանակը։ Այն բանից հետո, երբ Դենը նետում է դանակը, սկսվում է հերթական հետապնդումը։ Ննջասենյակում Դենը տապալում է Լիզային, և նրանք նորից պայքարում են ատրճանակի համար, այս անգամ պատահաբար կրակելով առաստաղին։ Ի զարմանս իրենց, նրանք ճիչ են լսում։ Հանկարծ առաստաղը փլվում է, և 3 հոգի վայր են ընկնում, անգիտակից անելով զույգին։ 3 օր առաջ Ալգրան, Փիթը և Թոդը փախել էին բանտից։ Նրանք վազել էին անտառով, կանգ առնելով միայն գիշերը ճամբարելու համար։ Ի վերջո, նրանք գտել էին այս տնակը և հեշտությամբ ներս մտել, քանի որ բանալին դռան վերևում էր։ Հենց նրանք էին հանել հագուստները պահարանից, կերել ուտելիքը և աղտոտել տունը։ Ալգրան և Փիթը զբաղված էին սիրով սեղանի վրա, մինչդեռ Թոդը հեռուստացույց էր դիտում հենց նրանց կողքին։ Նրանք համաձայնել էին մնալ տնակում մի քանի օր, մինչև բոլորը կմոռանային իրենց մասին, բայց երբ զույգը ժամանեց, նրանք ստիպված եղան թաքնվել ձեղնահարկում։ Ալգրան ցանկանում էր սպանել նրանց քնած ժամանակ, սակայն Փիթն ուզում էր աչքի չընկնել։ Ալգրան այլ ընտրություն չուներ, քան իր կարիքները հոգալ տուփի մեջ։ Երբ նրանք ձանձրանում էին, պանտոմիմա էին խաղում։
Այն պահին, երբ զույգը կրակեց առաստաղին, փամփուշտը դիպավ Թոդի հետույքին, ինչի պատճառով նա սկսեց ցատկոտել, մինչև առաստաղը փլվեց։ Ներկայում հանցագործները նկուղում Դենին և Լիզային կապել են աթոռներին։ Նրանք նաև փաթաթել են Հենրիի մարմինը, նախքան դրանից ազատվելը։ Իրենց զոհերին նվաստացնելու համար Փիթը նրանց անվանում է Ռոն և Հերմիոնա։ Նա հարցնում է նրանց, արդյոք հաճելի էր Հենրիին սպանելը, բայց նրանք պնդում են, որ դա պատահականություն էր և նույնիսկ հիմա սկսում են վիճել։ Երբ Դենը հարցնում է հանցագործներին, թե ինչ են նրանք ուզում, Փիթը բացատրում է, որ ինքն ու Թոդը բանտում են եղել 7 տարի, իսկ Ալգրան եղել է իրենց հսկիչը։ Ալգրան և Փիթը սիրահարվել էին, ուստի նա օգնել էր նրանց փախչել։ Այժմ Փիթը գումար է ուզում, բայց նրանց քսակներում ընդամենը մի քանի դոլար է գտել։ Լիզան երդվում է, որ իրենք ավելի շատ գումար չունեն, քանի որ Դենը չի կարողանում ֆինանսները տնօրինել, և նրանք նորից սկսում են վիճել։ Այդ ժամանակ Ալգրան արձակում է Դենին, ասելով, որ նրանք կխաղան մի խաղ, որն ինքն ու մյուս հեսկիչները խաղում էին բանտում։ Երկու բանտարկյալների նետում էին լվացքատուն, և նրանք պետք է պայքարեին շրջանի մեջ, տեսնելու, թե ով կարող է առաջինը հաղթել մյուսին, անառակությամբ զբաղվելու համար։ Հաղթողը ստանում էր սիգարետներ, իսկ պարտվողը միայն հաճույք։ Թոդը շրջան է գցում նկուղի հատակին, և Դենին նետում են այնտեղ։ Տղամարդիկ սկսում են գոտեմարտել, և Դենին հաջողվում է հարվածել Թոդի հրազենային վերքին, ինչը թույլ է տալիս նրան դուրս վազել շրջանից։ Հանցագործները արագ բռնում են նրան և նետում բիլիարդի սեղանի վրա, որտեղ իջեցնում են նրա տաբատը։ Երբ Թոդը պատրաստվում է օգտվել Դենից, Փիթը կանգնեցնում է նրան և հարցնում պատին փակցված ֆիլմի պաստառի մասին։ Դենը բացահայտում է, որ դա իր նկարահանած ֆիլմն է, և Փիթը շատ է ոգևորվում, քանի որ սիրում է այդ ֆիլմը։ Փիթը պատմում է, որ բանտում այն բազմիցս դիտել է և դժգոհում է ավարտից։ Դենը բացատրում է, որ ղեկավարներն են ստիպել իրեն փոխել այն։ Այն բանից հետո, երբ Փիթը գովում է Դենի ռեժիսորական հմտությունները, նա Թոդին ասում է, որ շարունակի։ Սակայն Թոդի տղամարդկությունը չի արթնանում, և նա Դենին հետ է նետում շրջան։ Ալգրան պատրաստվում է կրակել նրա վրա, ուստի Լիզան գոռում է, որ ինքը $50,000 ունի անձնական հաշվի վրա։ Նա երդվում է, որ նրանք կարող են ստանալ այդ ամբողջը առավոտյան, երբ բանկը բացվի։ Հանցագործները ընդունում են գործարքը և գիշերվա համար կապում են զույգին։ Ավելի ուշ Ալգրան հանում է փամփուշտը Թոդի հետույքից։ Այնուհետև նրանք ծրագրում են սպանել զույգին գումարը ստանալուց հետո և հասնել սահմանին, առանց բռնվելու։ Փիթն ուզում է ազատվել մեքենայից զույգին սպանելուց հետո, բայց Ալգրան դա ընդունում է որպես անձնական վիրավորանք և վիճում է նրա հետ, մինչև հեռանում է սենյակից։ Նկուղում Լիզան հիշում է, թե որքան սիրահարված էր նախկինում Դենին, և զարմանում է, թե ինչպես հասան այս կետին։ Նա հասկանում է, որ թաքուն ցանկացել է, որ Դենն իմանա իր սիրավեպի մասին, քանի որ ուզում էր, որ նա պայքարի իրենց հարաբերությունների համար և ներողություն է խնդրում։ Դենը չի պատասխանում։ Փոխարենը, նա հարվածում է բիլիարդի սեղանի ցանցին, որպեսզի գնդակը վայր ընկնի։ Այնուհետև նա գոռում է, մինչև Թոդը գալիս է նկուղ, և Դենն ասում է նրան, որ պետք է զուգարան գնա։ Նախքան նրան արձակելը, Թոդը սեղմում է Դենի ամորթիները, որպես նախազգուշացում։ Երբ նա ուղեկցում է նրան զուգարան, նա խանում է զուգարանակոնքի կափարիչը, հարձակումից խուսափելու համար։ Մինչ Դենն իր գործն է անում, Թոդը ձեռք է առնում սարսափած Լիզային, ես քեզ չեմ դիպչում խաղով։ Շուտով Դենը դուրս է գալիս, և Թոդը նկատում է, որ նրա ոտքերից մեկը բոբիկ է։ Դենը հարվածում է նրան բիլիարդի գնդակով, որը թաքցրել էր գուլպայի մեջ, անգիտակից անելով նրան։ Դրանից հետո Դենը Թոդի դանակը տալիս է Լիզային և գաղտագողի բարձրանում վերև, որտեղ Փիթը ներողություն է խնդրում Ալգրայից, իսկ վերջինս խնդրում է նորից զբաղվել սիրով։ Շուտով Լիզան ազատվում է կապերից և նույնպես բարձրանում վերև։ Երբ Թոդը երկար ժամանակ չի երևում, Փիթն ու Ալգրան գնում են նկուղ և արթնացնում նրան։ Այդ պահին Լիզան դուրս է վազում, և աղմուկը զգուշացնում է հանցագործներին, որոնք անմիջապես գնում են նրա հետևից։ Խումբը բաժանվում է զույգին փնտրելու համար, ուստի Լիզան օգտվում է առիթից, մեքենան ստուգելու համար։ Դժբախտաբար, բանալիներն այնտեղ չեն, ուստի նա ստիպված է լինում վերադառնալ տուն, դրանք փնտրելու։ Միևնույն ժամանակ, Թոդի լապտերի մարտկոցները նստում են, և նա նույնպես վերադառնում է տուն։ Այսպիսով, նա բռնում է Լիզային հանցանքի վայրում։ Նա ստիպում է կնոջը գցել դանակը և վերցնում է նավակի բանալիները, հայտարարելով, որ գործարքն ավարտված է։ Մինչ Դենը դանդաղ մոտենում է, հուսահատված Լիզան Թոդին ասում է, որ հղի է, և նախկինում ոչինչ չի ասել, քանի որ Դենը երեխայի հայրը չէ։ Թոդը չի հավատում նրան և պատրաստվում է կրակել, ուստի Դենը հարձակվում է նրա վրա և արձանիկով հարվածում նրա ուսին։ Ատրճանակն ընկնում է, և առաջացած կրակոցը զգուշացնում է Ալգրային և Փիթին։ Այնուհետև Թոդը հարվածում է Դենին և արձանիկը նետում նրա գլխին, գետնին տապալելով նրան։ Դենը փորձում է հասնել ատրճանակին, իսկ Թոդը պայքարում է նրա դեմ զենքի համար։
Լիզան հայտնվում է նրա հետևում եւ գծելով պոկում նրա ականջի մի կտորը։ Թոդը հրում է նրան եւ Դենը վերցնում է ատրճանակը, բայց Թոդն արագ է շարժվում եւ նորից հարձակվում նրա վրա, զինաթափելով մի քանի հարված հասցնելով եւ նետելով նրան մթերանոց։ Թոդը նաեւ Լիզային է նետում պահարանի վրա, իսկ կինը վերցնում է սպիտակեցնող հեղուկի շիշը եւ ցողում նրա աչքերին։ Հետո Լիզան կոտրում է տարան նրա գլխին եւ նրա դեմքը քսում կոտրված ապակիներին, մի քանի անգամ հարվածելով նրան։ Թոդը բռնում է նրա ոտքը եւ բարձրացնելով նետում սեղանին։ Այնուհետև նա վերցնում է լամպի լարերը եւ սկսում խեղդել նրան, բայց կանգ է առնում, երբ տեսնում է, որ Դենը վազում է դեպի ատրճանակը։ Մինչ տղամարդիկ նորից կռվում են, Լիզան վազում է դանակ վերցնելու եւ հարվածում է Թոդի մեջքին։ Նրա մկաններն այնքան հաստ են, որ նրան դա ընդհանրապես չի անհանգստացնում, ուստի Լիզան վերցնում է ավելի շատ դանակներ եւ բազմիցս հարվածում նրան։ Երբ Թոդը վերջապես շրջվում է նրա հետևից գնալու, Դենը արձանիկով հարվածում է նրա գլխին։ Թոդը շարունակում է քայլել, եւ Դենը շտապում է վերցնել ատրճանակը, որի մեջ փամփուշտ չի մնացել։ Դենը հանկարծ մեջբերում է անում Հարի Փոթերից, նախքան ուշագնաց լինելը։ Լսելով մյուս հանցագործների մոտենալը, զույգը շտապում է թաքնվել վերևում։ Պահարանում Դենն ամեն ինչում մեղադրում է իրեն, քանի որ հանձնվել էր, երբ ամեն ինչ սկսել էր փլուզվել։ Նա Լիզային է տալիս նավակի բանալիները եւ ասում, որ հեռանա առանց իրեն, երեխային պաշտպանելու համար։ Սակայն Լիզան պարզաբանում է, որ ստել է Թոդի ուշադրությունը շեղելու համար եւ ինքն իրականում հղի չէ։ Դենը խոստովանում է, որ դա իր տեսած լավագույն դերասանական խաղն էր։ Երբ Փիթը պատրաստվում է գտնել նրանց, Դենը դուրս է թռչում նրան տապալելու համար եւ զույգը փախչում է։ Հենց Լիզան դուրս է գալիս, Ալգրան տապալում է նրան եւ պատրաստվում կրակել, բայց Դենը գետնին է տապալում նրան եւ վնասում նրա կոնքը։ Այդ ժամանակ Փիթը թռչում է պատուհանից եւ ընկնում Դենի վրա, սկսելով ծեծել նրան։ Լիզան օգտվում է առիթից, նրան փոցխով հարվածելու եւ փորձում է վազել, բայց Թոդը վերադառնում է եւ բռնում նրան։ Փիթը կոտրում է փոցխը, բռնակը վերցնելու համար եւ Դենին քաշ է տալիս մազերից, ասելով, որ սպանությունը ձանձրալի է դառնում, երբ դա շատ ես անում։ Այնուհետև նա կոտրված բռնակով հարվածում է Դենի ձեռքին։ Մի փոքր էլ մենախոսելուց հետո Փիթը միացնում է խոթընձիչը եւ փորձում է Դենի գլխով հարվածել պտտվող շեղբերին։ Դենն օգտագործում է ձեռքերը, այն արգելափակելու համար եւ արդյունքում կորցնում է մի քանի մատ։ Հանկարծ խումբը երաժշտություն է լսում եւ մի մեքենա վրաերթի է ենթարկում Փիթին։ Պարզվում է, վարորդը Մայքլն է։ 6 ժամ առաջ մի հարևան սուպերմարկետ գնալու ճանապարհին տեսել էր տնակում տիրող քաոսը։ Ուստի նա զանգահարել էր Մայքլին, զգուշացնելու համար։ Մայքլը փորձել էր լքել ծերանոցը, սակայն բուժքույրը կանգնեցրել էր նրան։ Ուստի Մայքլը ձեռնափայտով ծեծել էր նրան եւ վերցնել մեքենայի բանալիները։ Դա շատ ժամանակակից մեքենա էր եւ նա չգիտեր, թե ինչպես օգտագործել թվային կառավարման համակարգը, ուստի ինքը չէր ընտրել երաժշտությունը։ Նա կանգ էր առել բենզալցակայանում բակը լցնելու համար եւ հեռացել էր առանց վճարելու։ Ներկայում Ալգրան գցում է ատրճանակը Փիթին ստուգելու համար։ Մայքլը վերցնում է այն եւ անմիջապես պայթեցնում Թոդի գլուխը։ Երբ Մայքլը պատրաստվում է սպանել նաեւ Փիթին, Ալգրան թիկունքից հարվածում է նրան, ինչի պատճառով նա պատահաբար կրակում է իր իսկ ոտքին։ Փիթը մոտենում է Մայքլին ծաղրելու համար, իսկ Մայքլը գծելով պոկում է նրա քթի ծայրը։ Երբ Փիթը գետնին է տապալում Մայքլին եւ սկսում խեղդել նրան, Մայքլն իր որդուն ասում է, որ փախչի։ Դենն ու Լիզան շտապում են նստել մեքենան, բայց այն աշխատում է ընդամենը 2 րոպե, նախքան կանգ առնելը։ Այժմ զույգը ստիպված է դիտել, թե ինչպես է Փիթը սպանում Մայքլին, նրան նետելով խոթընձիչի վրա։ Նրանք նորից փորձում են գործի գցել մեքենան, եւ այս անգամ այն շարժվում է տեղից։ Սակայն Փիթը մի քանի անգամ կրակում է դրա վրա, ինչի պատճառով մեքենան բախվում է ծառին։ Դենն ասում է Լիզային, որ գնա նավակի մոտ, մինչ ինքը կլուծի հարցերը։ Այդ ընթացքում Ալգրան օգնություն է խնդրում Փիթից, բայց վերջինս փոխարենը հայտարարում է, որ ուզում է բաժանվել նրանից։ Երբ նա ստուգում է մեքենան, զույգն արդեն հեռացել է։ Ալգրան վերադառնում է տուն, ոտքը սպիրտով մաքրելու եւ վիրակապելու համար։ Սակայն հայտնվում է Դենը, հարվածում նրա ոտքին եւ կոտրում այն։ Նա բարձրացնում է ատրճանակը եւ պահանջում իր սվիտերը, բայց Ալգրան սկսում է ողորմություն խնդրել, իսկ հետո արագ անցնում է նրան վիրավորելուն։ Դենն այնքան է նյարդայնանում, որ կրակում է նրա դեմքին։ Նավամատույցում Լիզան նստում է նավակը եւ փորձում հեռանալ, բայց այն չի գործարկվում։ Մի քանի բռնակ պտտելուց հետո շարժիչը վերջապես աշխատում է, բայց ցավոք հայտնվում է Փիթը եւ հեռանում նրա հետ։ Լիզան օգնություն է կանչում եւ Դենը վազում է դեպի նավամատույց, որտեղ բռնում է նավակի պարանը։ Սա նրան ներքաշում է ջրի մեջ եւ քարշ տալիս իր հետևից։ Փիթը Լիզայի հետ խոսում է գումարի մասին, ուստի չի տեսնում, թե ինչպես է Դենը բարձրանում նավակ։ Դենը հարվածում է նրա գլխին եւ կռիվ է սկսվում։
Երբ Դենին արագ հաղթում են, Լիզան ճանկռում է Փիթի դեմքը, բայց նույնպես գետնին է տապալվում։ Մինչ Փիթը շարունակում է ծեծել Դենին, Լիզան գտնում է ազդանշանային հրացանը և կրակում Փիթի վրա, որը հեշտությամբ խուսափում է դրանից։ Նա վերցնում է զենքը կնոջից և նորից տապալում նրան։ Երբ նա պատրաստվում է կրակել նրա վրա, Դենը սպառնում է նրան, բայց այս տպավորիչ պահը փչանում է նրա փսխելու պատճառով։ Հետո նա հարվածում է Փիթին, և նրանք նորից սկսում են կռվել։ Շուտով Փիթը սկսում է խեղդել Դենին պարանով, ուստի Լիզան հայտնվում է նրա հետևում և խեղդում նրան պայուսակի բռնակով։ Փիթը հրում է նրան, բայց Դենը վերցնում է պայուսակը, իսկ Լիզան հարվածում է Փիթի ոտքին։ Զույգը միասին Փիթին նետում է ջրի մեջ, և նա մի քանի վայրկյան պայքարում է, նախքան պայուսակի միջի քարերը նրան ներքև կքաշեն։ Դժբախտաբար, պարանը փաթաթված է թե Փիթի, թե Դենի ոտքերին, ուստի Դենը նույնպես հայտնվում է ջրի մեջ։ Լիզան ժամանակին բռնում է նրան և հրաժարվում է բաց թողնել, երբ ամուսինը խնդրում է իրեն։ Փոխարենը, նա նրան հետ է քաշում նավակ և հանում պարանով կապված կոշիկը, նրան փրկելու համար։ Որոշ ժամանակ անց Դենը զանգահարում է ոստիկանություն։ Լիզան նրան է տալիս մի տոպրակ, որի մեջ նրա մատներն են և ամուսնական մատանին։ Նրանք ներողություն են խնդրում միմյանցից սպանության փորձերի համար, և Դենը զարմանում է, թե ինչ պետք է անեն հիմա։ Լիզան ասում է, որ ժամանակն է առերեսվել իրենց խնդիրներին, ուստի Դենն ասում է՝ այո, և նրանք բռնում են միմյանց ձեռք։ Երբ իշխանությունները և մամուլը վերջապես ժամանում են, Դենն ու Լիզան մեծ աղմուկ են բարձրացնում պատահարի շուրջ, լաց լինելով տեսախցիկի առջև։ Նրանք ձևացնում են, թե իրենք ընդամենը մի երջանիկ զույգ էին, ում հրաշալի արձակուրդը փչացրել են հանցագործները, և իրենք վնասվածքներ են ստացել միմյանց պաշտպանելիս։ Շուտով նրանց դեմքերը հայտնվում են բոլոր լրատվամիջոցներում, իսկ Մայքլի մահվանը մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ նա վետերան էր։ Զույգը որպես հյուր հանդես է գալիս թոք-շոուներում, և նրանց պատմության հիման վրա ֆիլմ է նկարահանվում, որի ռեժիսորը լինելու է Դենը, իսկ գլխավոր դերում Լիզան, սակայն այն թողարկվելու է անմիջապես սթրիմինգային հարթակներում։ Երբ ֆիլմը վերջապես դուրս է գալիս, կեղծ Դենն ու Լիզան պատկերվում են որպես հրաշալի մարտիկներ, ովքեր հաղթում են հանցագործներին։ Դենը վերջապես հնարավորություն ունի անել այն, ինչ ուզում է, և նա ու Լիզան տոնում են իրենց հաջողությունը համբույրով։ Անպայման բաժանորդագրվեք և միացրեք ծանուցումները, որպեսզի կարողանաք դիտել այսպիսի ավելի շատ տեսանյութեր։ Շնորհակալություն դիտման համար։